մեր կարևոր ծրագրերից, որոնք բավականին նաև լայն քննարկում են ստանում ուսուցիչների վարձատրության հետ կապված, պետք է նշեմ, որ պետական բյուջեից միանգամից մի քանի հավելավճարի ծրագրեր ունենք, դրանք կամավոր եւ հերթական ատեստավորման համակարգերն են, տարակարգն է, բնագիտական ուղղությունների ուսուցիչների հավելավճարի ծրագրերն են, գյուղական միջև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարի ծրագրերն են եւ սրանց վրա միայն պետությունը ծախսել է զգալի միջոցներ, այսինքն մի կողմ դրած ուսուցիչների վարձատրության այն ֆոնդը, որը մենք արդեն իսկ տրամադրում ենք, միայն այս ծրագրերի վրա մենք ավելի քան 9 միլիարդ դրամ ենք հատկացնում եւ սա նաեւ ցույց է տալիս պետության հանձնառությունը ուսուցչի աշխատանքի վարձատրության համակարգը էապես փոխել եւ ուսուցչի աշխատանքը դարձնել շատ ավելի գրավիչ եւ մրցունակ։ Եվ պետք է ասեմ, որ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս աշխատանքը հաջողում է, որտեվ վերջին ուսումնական տարում մենք տեսնում ենք, որ մեր դպրոցներ են մուտք գործել ավելի քան 3300 նոր ուսուցիչներ եւ սա ուղիղ ցուցիչ է նրա, որ մարդիկ արդեն իսկ ուսուցչի աշխատանքը սկսում են դիտարկել իբրև իրենց համար տեսանելի հեռանկար։ Այո, եւ այս ուսուցիչների 56%-ը աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում, կարևոր եմ համարում նաեւ տարիքային կտրվածքը տալ, այս նոր ուսուցիչների 32%-ը միջև 30 տարեկան է, 39%-ը 31-ից 40 տարեկան, ինչը նշանակում է, որ մեր այն մասնագետները, որոնք օրինակ նոր պիտի ընտրեին, որտեղ իրենց աշխատանքը պատկերացնել կամ գուցե դադար են առել ինչ-որ մի պահ որոշում կայացնելու, ուսուցչի աշխատանքը դիտել են իբրև ամենաարդյունավետ ձևերից մեկը։ Կամավոր ատեստավորման մի քանի ցուցանիշ ասեմ, որովհետև գիտեմ, որ սա բավականին քննարկվում է եւ հետաքրքիր է։ Այս պահին արդեն մենք կարող ենք ասել, որ մեր ուսուցիչների շուրջ 20%-ը կամավոր ատեստավորման արդյունքում արդեն իսկ բարձրացված դրույքաչափով եւ նաեւ որոշ դեպքերում էլ դրան գումարված հավելավճարով է վարձատրվում եւ հիշում եք, որ այստեղ մեր շեմը 60%-ն էր, 60%-ը հաղթահարելուց հետո գործում է 200,000 դրամ դրույքաչափ եւ 70% եւ ավել արդյունքի պարագայում 30, 40 եւ 50% հավելավճար է գործում եւ արդեն իսկ ավելի քան 6300 ուսուցիչներ, ինչպես նշեցի, այս համակարգի շահառուն են եւ մի կարեւոր ցուցանիշ էլ կուզեի նշել, որ 2024 թվականին առաջին անգամ մասնակցողների համամասնությունը եղել է ամենաբարձրը, այսինքն 2024-ին կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 56.7%-ը եղել է առաջին անգամ դիմող ուսուցիչ, ինչը նշանակում է, որ շրջանակը ընդլայնվում է եւ մենք ոչ թե ունենում ենք ուսուցիչներ, որ գալիս են երկրորդ, երրորդ տարին իրենց արդյունքը բարելավելու, այլ նաեւ նոր շահառուներ են գրանցում, որը կարծում եմ համակարգի ընդլայնման ամենակարևոր ցուցանիշներից է։ Ըստ էության սա մեծ հնարավորություն է տվել, որպեսզի ավելի քան 6321 ուսուցիչ, եթե այսպես շատ ճշգրիտ լինենք։ Կուզեմ հիշեցնել նաև, որ կամավոր ատեստավորման միջոցով մենք հնարավորություն տվեցինք, որ իրենց աշխատանքը պահպանեն մեր այն ուսուցիչները, որոնք չունեին բարձրագույն կրթություն, համապատասխան օրենսդրական փոփոխություն անելով, եւ ուրախ եմ, որ մեր շուրջ 600 ուսուցիչներ այս համակարգով անցնելով կարողացան հաջողություն գրանցել, ոչ միայն աշխատանքը պահպանել, այլ նաև բարձրացված վարձատրություն ստանալ։ Եվ եւս մի կարևոր բան կուզեմ ասել, որ գիտեք, այդ շրջանում նախարարություն շատ էին գալիս ուսուցիչները, որոնք որ միջին մասնագիտական կրթություն ունեին եւ նաեւ խոսում էին աջակցության ծրագրերի մասին, եւ մենք նաեւ իրենց հետ քննարկումներով որոշեցինք իրենց ընձեռել հնարավորություն իրենց բուհական կրթություն ստանալու պետության կողմից ուսման վարձը վճարելու պայմանով եւ ուրախ եմ, որ մենք այսօր ունենք 49 ուսուցիչ, որոնք որ սովորում են բուհերում, նրանց ուսման համար վճարում է պետությունը եւ մենք ունենք իրավիճակ, երբ որ օրենսդրության պահանջը պահպանվում է, բայց միաժամանակ գործում է աջակցության մեխանիզմ, շահում է մարդը, որ կրթություն է ստանում եւ միևնույն ժամանակ հետագա շահառուն էլ դառնում է մեր կրթության համակարգն ու մեր երեխաները։ Հանրակրթության ոլորտում թերևս շատ բան կա խոսելու, հավելավճարի մյուս ծրագրերին բազմիցս անդրադարձել ենք, բնագիտական առարկաների 25%-ի հավելավճար ստանում են
ավելի քան 8000 ուսուցիչներ գյուղական դպրոցներում շահառու են մեր հավելավճարի ծրագրերին, շուրջ 3000 ուսուցիչներ եւ այստեղ էլ սա կարծում եմ այն ընդհանուր նոր ուսուցիչների ցուցանիշների մեջ նաեւ մեծ դեր ունեցած եւս նոր գործիքակազմեր են։ Մի հանգամանք, որի վրա նույնպես կուզեի ուշադրություն դարձնել եւ որի մասին կուզեի խոսել դպրոցական կրթությանը անդրադառնալով, դա իհարկե ենթակառուցվածքների ծրագրերն են եւ մասնավորապես 300 դպրոցների ծրագրի մասին կուզեի խոսել, որտեղ մենք արդեն իսկ կառավարության տարբեր որոշումներով հաստատված 349 ուսումնական հաստատություններ ունենք, ընդ որում նոր կառուցվող շենքերի թիվը 259 է, 8 վերակառուցվող են, 10 հիմնանորոգվող են եւ 72 վերանորոգվող են։ Պետք է ասեմ, որ նաեւ այս թվերը պարբերաբար թարմացվում են, որովհետեւ նույն վերանորոգման ցանկում նորանոր դպրոցներ են հայտնվում։ Ընդհանուր առմամբ այս ծրագրի շահառու է մեր դպրոցականների շուրջ 30%-ը, այսինքն ավելի քան 125000 երեխա կոնկրետ այս ծրագրի շահառու է եւ նրանց մեծ մասը արդեն իսկ գտնվում են որոշակի process-ում եւ շատ երեխաներ արդեն այս նոր պայմաններում կրթությունը իրականացնում են։ Որ չմոռանանք, էլի ասես ընթացքում տանք այդ 250-ի մեջ կա դպրոց, որտեղ չենք սկսել շինարարությունը, թե իրականում շինարարության գործընթացները ուրեմն մեկնարկել են հիմա այս կոնկրետ տվյալներով կխոսեմ, շինարարական աշխատանքները ավարտված են 45 դպրոցներում 2025-ին 65 դպրոցների շինարարության ավարտ ենք պլանավորել, որոնցից 25-ը նորակառույց դպրոցներ են, 40-ը նորոգվող եւ այս պահին ունենք 148 պայմանագրեր, որոնք ընթացքում են, 127-ը նորի կառուցման, 21-ը նորոգման, բայց սրանք թվեր են, որոնք ամեն օր փոխվում են, որովհետեւ հենց այս ընթացքում ամեն օր տեղի են ունենում մրցույթի բացում, պայմանագրի ստորագրում եւ կարծում եմ, որ հաջորդ շաբաթ, երբ որ լիագումար նիստը կլինի, այս թվերը ընթացքում գտնվողների մասին մոտավորապես ստացվեց 320-ի կարգին մյուսները աննախորդ տարիներին արդեն 324 դպրոց կունենան 25 թվականի տարեվերջի դրությամբ, որոնք կլինեն ավարտված եւ շինարարության տարբեր փուլերում գտնվող 110-ը կլինեն ավարտված, 214-ը ընթացիկ։ Եվ կարող եմ նաև բյուջետային թիվը նշել, որտեղ ահռելի գումարներ են դրվում դպրոցական ենթակառուցվածքի զարգացման վրա, 375 միլիարդ դրամի մասին ենք խոսում։ Եվ սա, ինչպես նշեցի, մեր դպրոցական համակարգի 30%-ի ուրեմն ուղղված ծրագիր է, որը կարծում եմ, որ շատ կարևոր նշանակություն ունի։ Քանի որ անդրադարձանք դրան, միանգամից կարող եմ նաև 500 մանկապարտեզների ծրագրին անդրադարձանել, որտեղ 195 հաստատություններում աշխատանքների ավարտ է արդեն իսկ արձանագրված, դրանցից 119 մանկապարտեզներ են, 76-ը նախակրթարաններ են, ընթացիկ աշխատանքները էլի պետք է նշեմ, որ այս տվյալները ամեն օր կարող են փոխվել, որովհետև մրցութային գործընթացներ պայմանագրի կնքում տեղի ունենում անընդհատ, 136-ում աշխատանքներ են տարվում, որտեղ 82 մանկապարտեզներ են, 54 նախակրթարաններ, նախապատրաստման փուլում են 64-ը, եւ այս պահին ունենք նույնականացված 420 մանկապարտեզներ, մնացած 80-ի մասով լրացուցիչ աշխատանք է արվում, հաշվի առնելով նաեւ կառավարության ծրագրի այն թիրախը, որ մեր բոլոր բնակավայրերում պետք է ապահովենք նախադպրոցական կրթության հասանելիությունը։ Քանի երեխաներ են շահառու, այստեղ ուրեմն ես կարող եմ նշել, որ միայն 24 թվականին ավելի քան 10.5 միլիարդ դրամ ենք ծախսել մանկապարտեզների շինարարության վրա եւ պետք է հաշվի առնել, որ այստեղ մեր մանկապարտեզների հիմնական մասը կառուցվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որտեղ նաեւ համայնքային մասնակցություն է, իհարկե գերակշիռ մասը ապահովում է պետությունը, ավելի քան 80%-ը։